Բարև ձեզ, եթերում օպոնենտ հաղորդաշարն է եւ ես Միրան Հակոբյանը։ Մասնագետները պնդում են, որ սահմանադրությունը գրվում է սերունդների համար եւ սահմանադրականության հիմնական շահառուն հենց երիտասարդությունն է։ Մինչ դեկտեմբերի 6-ին մեր ժողովուրդը պատրաստվում է այո կամ ոչ քվեարկել սահմանադրությանը, մենք մեր տաղավարում այսօր ակտիվ հասարակական քաղաքական դիրքորոշում ունեցող երիտասարդների հետ քննարկելու ենք սահմանադրական փոփոխությունների հարցը։ Ես ներկայացնեմ մեր հյուրերին, մեր քննարկման այսօրվա մասնակիցներին, Արշակ Մուսախանյան, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ, ՉԵԿ անցկացնի նախաձեռնություն, Հովսեփ Ղազարյան, Ժառանգություն կուսակցության վարչության անդամ, Հայկ Մամիջանյան, Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ եւ Գարեգին Պետրոսյան, Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպություն։ Մեր տաղավարում, մեր հարթակում կարծիք հայտնելու եւ չհամաձայնվելու իրավունք ունեն բոլորը։ Արշակ, ես տեսնում եմ, որ քարոզարշավի ամենաակտիվ փուլում ենք հիմա եւ երիտասարդները թե այոյի ճամբարից, թե ոչի ճամբարից բավականին լուրջ ներգրավվածություն ունեն։ Դա ինչ որտեղ նորմալ է, որովհետև հենց երիտասարդությունն է, հա, քաղաքականության այն ակտիվ լոկոմոտիվը, որ առաջ է տանում եւ ունի այդ էներգիան եւ ժամանակը իր գաղափարները, տեսակետները ներկայացնելու։ Միևնույն ժամանակ տեսնում եմ, որ երիտասարդները ոչի մասով, հա, այն նույն թեզերն են կրկնում, ինչ որ ավելի տարեց սերնդի քաղաքական գործիչները։ Այ իշխանության վերարտադրության այս թեմայով եմ ցանկանում հարցս ուղղել ձեզ, որ ինչքանով է այդ թեզը այս ընթացքում աշխատել, հա, ձեր աշխատանքը դուք ինչ որ չափով երևի թե հետո փորձում եք ֆիդբեքը դրա գնահատել։ Տեսեք, եթե երիտասարդները ասում են այն, ինչը նաև ասում են ավագ սերնդի ներկայացուցիչները, դա չի նշանակում, որ կրկնում են։ Նրանք ուղղակի ասում են ճշմարտությունը։ Ընդհանուր դիրքորոշում։ Իրականությունն են ասում։ Հիմա ընդ որում դուք առանձնացրեցիք երիտասարդներին, բայց ոչ միայն երիտասարդները, հասարակական կազմակերպություններ, տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ, բազմաթիվ կուսակցություններ կրկնում են նույն բանը, որ սա իշխանությունների վերարտադրության պլան է, եւ այս միջոցով Սերժ Սարգսյանը անձամբ եւ Հանրապետական կուսակցությունը որպես կուսակցություն ցանկանում են պահպանել իրենց իշխանությունը կուսակցության մոնոպոլիայի միջոցով եւ Սերժ Սարգսյանն էլ ցանկանում է շարունակել մնալ երկրի կարևորագույն պաշտոն իրականացնողներից մեկը։ Այսինքն ամեն ինչ պարզ է, ընդ որում ասեմ ավելին, եթե մենք որպես ոչի շարժման ներկայացուցիչներ մի ժամանակ մեր առջև դնում ենք 3 խնդիր, այն է բացատրել քաղաքացիներին, որ սա վերարտադրության պլան է, համոզել քաղաքացիներին գնալ քվեարկության եւ քվեարկել ոչ, եւ կոչ անել քաղաքացիներին իրենց մասով ներգրավեն հանրաքվեի վերահսկողության աշխատանքներին, ապա մենք հիմա այլևս առաջի խնդիրը կարող եմ վստահությամբ ասել չունենք։ Մենք որևէ քաղաքացու համոզելու չունենք այն, որ սա վերարտադրության պլան է։ Դրսում, գյուղերում, համայնքներում, Երևանի այլ համայնքներում հանդիպում են քաղաքացիների հետ, նրանք մեզնից ավելի պարզ բացատրում են, որ սա իշխանության վերարտադրության պլան է, այսինքն մեզ մնում է միայն տալ այն վստահությունը քաղաքացիների, որ անհրաժեշտ է հանրաքվեի օրը գնալ եւ մասնակցել, գնալ եւ իրացնել իրենց ձայնը, եւ եթե նաեւ ցանկանում են եւ հնարավորություն ունեն, դիմեն մեզ եւ մենք կարող ենք կազմակերպել այն, որ քաղաքացին նաեւ հանրաքվեի օրը կամ վստահված անձի կամ դիտորդի կարգավիճակով մասնակցի հանրաքվեի վերահսկողության աշխատանքին։ Հայկ, տեսեք, ընդդիմությունը ներկայացնում է, որ սա վերարտադրության պլան է եւ գործող նախագահը փորձում է փոխելով սահմանադրությունը վերարտադրվել եւ պահպանել իշխանությունը։ Սահմանադրական բարեփոխումների այս գործընթացը շուրջ 2 տարվա պատմություն ունի եւ այս փաստարկը, հա, ընդդիմությունը շարունակում է օգտագործել։ Այսինքն կարող եմ ես ճիշտ եմ հասկանում, որ իշխանությունը իդեմս ձեզ, հա, չի կարողացել մինչև այսօր հակափաստարկ ներկայացնել եւ համոզել մեր հասարակությանը, որ դա այդպես չէ։ Գիտեք, նոր մտածում եի, որ այն բոլոր բանավեճերին, որոնց մասնակցել եմ, այդ թվում նաև այս գործընկերներից հետ, նաև այլոց, թե երիտասարդ եւ թե ավելի ավագ սերնդի, իմ փոխարեն կարելի էր մագնիտոֆոն ուղարկել, որովհետեւ բոլոր փաստարկները, որոնք ոչի ճակատից երբևէ բերվում են, ստորակետի փոփոխություն ունեն ընդհանրապես եւ շեշտադրումների։ Ես հոգնել եմ պատասխանել, որ ցանկացած քաղաքական ուժ ձգտում է վերարտադրության։ Բայց ձեր տեսակետները նույնպես չեն փոփոխվում։ Մենք պահպանողական կուսակցությունից ենք։ Ես հոգնել եմ պատասխանել այն հարցին, որ եթե
հանրապետական կուսակցությունը ձգտեր ավելի հեշտ միջոցներ գտնելու վերարտադրվելու, ապա գործող սահմանադրությունը ավելի հարմար է դրա համար։ Ես օգնում եմ պատասխանել, որ համամասնական ընտրակարգով անցնել ազգային ժողով եւ կայուն մեծամասնություն ունենալը ավելի բարդ է, քան գործող ընտրական օրենսգրքով։ Գիտեք, երևի պիտի մենք այս համանդրական փոփոխությունների փոխարեն վերեինք այն փոփոխությունները, որոնք ժամանակին վերել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ 95 թվականին ընդունված համանդրությամբ, որտեղ ամբողջ համանդրությունը կարելի էր բերել երկու կետի։ Հայաստանի Հանրապետության նախագահը միշտ ճիշտ է, եթե Հայաստանի Հանրապետության նախագահը ճիշտ չէ, ապա տես առաջին կետը։ Այդ ժամանակ դուք կարողանայիք ասել, հա, այս ինչ եք անում, դեմոկրատիան վակասում է եւ այլն, բայց այս համանդրական փոփոխությունները նաեւ ձեզ տալիս են նոր լծակներ ու նոր հնարավորություններ վերահսկելու իշխանություններին։ Հայկ, բայց ընդդիմությունը ես ամեն դեպս չեմ լսել, որ ասի այս սահմանադրության նախագիծը փոփոխությունները ավելի վատն է, քան 95 թվականի գործող հա սահմանադրությունն էր, 95 թվականին ընդունված։ Դա մեր պատմության մի մասն է եւ այդ սահմանադրությամբ մենք ապրել ենք 10 տարի։ Այնուամենայնիվ ընդդիմությունը նշում է, որ դրանով այս քայլով իշխանությունը ոչ թե սահմանադրությունն է փոխում, ոչ թե մարդու իրավունքների հա թիվն է ավելացնում եւ այնտեղ բարեփոխումներ իրականացնում, ավելի էֆեկտիվ կառավարում փորձում, այլ փորձում է վերարտադրվել։ Այդ հակափաստարկը ինչու՞ չեք կարողանում լավ ներկայացնել մեր հասարակությանը, որպեսզի ընդդիմությանը զրկեք, հա, այդ փաստարկի իրավունքից դա շահարկելու կամ շրջանառելու այսպես իրավունքից։ Հետաքրքրական է, որ այն փաստարկը թե հասարակությունը ծանոթ չէ այդ փաստին, ես շատ հազվադեպ եմ լսում եւ լսում եմ որպես կանոն իմ ընդդիմադիր գործընկերներից։ Հասարակությունը հստակ յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր չէ որ սահմանադրությունը ամբողջապես իրեն հետաքրքրի։ Յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրությունից հետաքրքրում է մի հատված։ Մեկին հետաքրքրում է թե ինչպես է կազմակերպվելու զինվորական կառավարումը, մյուսին հետաքրքրում է թե ինչպես է իրականացվելու պետական կառավարումը եւ այլն եւ այլն։ Մենք փորձել ենք եւ շարունակելու ենք մինչեւ դեկտեմբերի 4-ը աշխատել նրա ուղղությամբ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ կփոխվի։ Եվ դա մեզ հաջողվում է, եւ ես վստահ եմ դրանում։ Այն մոտեցումը, որ կապենք նոր սահմանադրությունը իշխանության վերարտադրման գործիքի հետ, կապենք, որ ցանկացած նախաձեռնություն, որը գալիս է հանրապետականից, ինքնին չարիք է, եկեք վերացնենք թե նախաձեռնությունը, թե նախաձեռնողին, իշխում է մի խումբ երիտասարդների մոտ, որոնց մի մասը մարգինալացված է, մյուս մասը ոչ, եւ նաեւ այն երիտասարդների մոտ, որոնք այս կամ այն դրդապատճառով իրենց հավատացել են ու վստահեցնում են, որ դա բարձր տոկոս չի կազմում։ Շատ լավ։ Հովսեփ, այդ տեսեք, որպես քաղաքացի, հա, հետևում ես քարոզարշավին եւ տեսնում ես, որ կան քաղաքական ուժեր, որ քարոզում են այո ասել սահմանադրության փոփոխությանը, կան քաղաքական ուժեր, որ հակառակն են քարոզում։ Դուք ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ եք եւ ես տեսնում եմ, որ հիմնական երկու ուժ է, հա, այսպես ակտիվ ռոպագանդում ոչ ասել սահմանադրությանը, դա ժառանգությունն է եւ Հայ ազգային կոնգրեսն է, բայց կարծես թե զատ են գործում։ Ինչով է պայմանավորված, որ չեք միանում օրինակ ՀԱԿ-ի նախաձեռնությանը եւ ամսի 20-ին, որ նշանակված է հանրահավաք, չեք մասնակցում այդ հանրահավաքին, այլ դեկտեմբերի 1-ից ինչ որ ակցիաներ եք փորձում։ Դա արդյոք արդյունավետ է, հասարակությունը կանգնում է երկընտրանքի առաջ։ Չոր կարծիք է դա, քանի որ մասնակցում ենք եւ մասնակցում ենք 20-ի ՀԱԿ-ի կազմակերպած միջոցառումներին, իսկ ՀԱԿ-ը մասնակցում է ամսի 1-ին կազմակերպված միջոցառումներին։ Չգիտեմ որտեղից ստեղծվեց այդ թյուր կարծիքը, սակայն մենք շատ լավ համագործակցում ենք թե հանձնաժողովների տեղերի հարցում, թե մնացած բոլոր հարցերում համաձայնեցում են այդ քայլերը իրար հետ։ Որտեղից վերցրեցիք այդ կարծիքը, որ չենք համագործակցում, չգիտեմ։ Նախ մի հանգամանք էլ նշեմ, օգտվելով առիթից։ Ես ձեզ կներեք ընդհատեմ, հա, ես նայում եմ Հանրային հեռուստաընկերության տրամադրած քարոզչության ժամանակ, հա, հոլովակները եւ տեսնում եմ ՀԱԿ-ի հոլովակը, երբ ասում են նոյեմբերի 20-ին համեցեք հանրահավաքի, որտեղ ներկայացնելու ենք ոչի հաղթանակի մոդելը։ Եվ տեսնում եմ ձեր հոլովակը, ժառանգության, որը մաս է Նոր Հայաստան նախաձեռնության, որտեղ ասում է դեկտեմբերի 1-ին եկեք, հիմա ես չեմ հասկանում, նոյեմբերի 20-ին գնամ, թե սպասեմ դեկտեմբերի 1-ին գնամ։ Երկու տեղերն էլ, երկու հանրահավաքներին էլ եւ ժառանգությունից եւ ՀԱԿ-ից մարդիկ խոսելու են, կուսակցությունների կողմից նշանակված մարդիկ ելույթ են ունենալու եւ այդ բոլոր ծրագրերը համատեղ են իրականացվում ու խնդիր չկա, երկու օրն էլ շատ կարեւոր օրեր են եւ երկու օրերին էլ կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին մասնակցել, այստեղ ոչ մի տարաձայնություն չկա եւ բոլոր քայլերը համաձայնեցված են կատարվում։
Շատ ներողություն, ես Շատ լավ։ Մի բան Կարճ ասեք, Տեսեք, ես որպես չեք անցկացնի նախաձեռնության անդամ, որը մասնակցում է 4 քաղաքական ուժերի հետ համատեղ կոնսուլտացիաներին, կարող եմ իրազեկել եւ ձեզ եւ նաեւ մեր հանրությանը, որ այն որ մի մասը անում է հանրահավաք նոյեմբերի 20-ին, մյուսը դեկտեմբերի 1-ին, դա ընդհանրապես աշխատանքի բաժանում է։ Խնդիրը հետևյալն է, որ ոչի քարոզչական շտաբը, այսինքն Հայ ազգային կոնգրեսը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը իրենց վրա են վերցրել ոչի քարոզը եւ նաեւ հիմնականում զբաղվելու են քարոզով ոչի ու այն բանով, որպեսզի հանրաքվեի օրը հնարավորինս շատ վերահսկողություն ունենանք ընտրական գործընթացի նկատմամբ։ Նոր Հայաստանը, Հիմնադիր խորհրդարանը, Ժառանգությունը եւ այլ քաղաքական ուժեր դեկտեմբերի 1-ին գնալու են ազատության հրապարակ, այնտեղ անելու են հանրահավաք, չի բացառվում նաեւ նստացույց, որով փորձելու են ակտիվացնել այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են ազատության հրապարակում ստեղծել մի օջախ, քաղաքացիական ընդվզման օջախ, որը իմիջիալոց իր տեսակով, իր բնույթով նույնպես կարող է օգտակար գործ անել հանրաքվեի օրը վերահսկողությանը։ Այսինքն իշխանությունները տեսնելով, ես ավարտում եմ, իշխանությունները տեսնելով, որ մի կողմից քարոզը գնում է եւ ուժերը դնելու են իրենց հանձնաժողովների անդամներին վստահված անձանց վերահսկելու հանրաքվեի գործընթացը, մյուս կողմից նաեւ լինելու է եռացող ազատության հրապարակ, ինչը նշանակում է, որ իշխանությունները պետք է որ խելացի իշխանությունները զսպված լինեն եւ հնարավորինս քիչ գնան ընտրակեղծարարության։ Շատ լավ, ժամանակ ունենաք հակադարձելու։ Ես ցանկանում եմ հարց ուղղել Գարեգինին որպես նաև իրավաբան, հա։ Այ ձեր գործընկերը նշեց, որ ամեն մի քաղաքացի ինչ որ սահմանադրության մեջ, փոփոխության նախագծի մեջ ինչ որ իր համար, հա, դրական ինչ որ բան է փնտրում, դրա համար է քվեարկելու։ Այ ոնց է կարծում, ինչ է տալիս, հա, երիտասարդ մարդ եք, հա, ինչը կնախանշեք այն կարևոր մոտեցումը, կարևոր արդյունքը, որը տալիս է սահմանադրության այս նախագիծը, ինչ է փոխելու մարդու կյանքում։ Ես ինձ համոզեք, հա, ես ինչի քվեարկեմ։ Շնորհակալություն։ Նախ պետք է նշել, ճիշտ է բազմիցս այդ մասին նշվել է, եւս մեկ անգամ նշենք, որ սահմանադրությունը կախարդական փայտիկ չէ, որպեսզի դեկտեմբերի 7-ի առավոտյան դնենք Սառնարանի գլխին եւ երեկոյան Սառնարանը լցված լինի։ Այսինքն այն փոփոխությունները, որոնք ազդելու են քաղաքացու վրա, միանգամից չեն երևալու։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ սահմանադրությունը ինքնին միայն սահմանադրությունը չի կարող ապահովել այդ փոփոխությունները։ Սահմանադրությունը ստեղծում է որոշակի գործիքակազմ եւ այդ գործիքակազմը պատշաճ կերպով օգտագործելու դեպքում, քաղաքական կամքի առկայության դեպքում որոշակի ժամանակ անց յուրաքանչյուր քաղաքացի իր վրա կարող է զգալ այդ փոփոխությունները։ Հիմա կարևոր դրույթների մասին, որ նշեցիք։ Կարծում եմ պետք է բոլորը չգիտես ինչու սկսում են կառավարման համակարգից, ես կսկսեի մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների գլխից, երրորդ գլխից, այդ գլխում եւս կարևորագույն փոփոխություններ են տեղի ունեցել, որի մասին ցավոք սրտի քիչ է խոսվում, նաեւ այս ֆորմատով հաղորդումների ընթացքում, բայց 95-ի սահմանադրությունն էլ դա ֆիքսեց, 2005-ին էլ դա ֆիքսեց, հիմա 2015-ի սահմանադրությունն էսպես անցնենք, եթե անցնի, դա էլ է ֆիքսում։ 95-ին այդքան է չաշխատեց, 2005-ին այդքան, դա ակնհայտ է, չէ՞։ Որն է երաշխիքը, որ հիմա է աշխատելու։ Մարդիկ առանձնապես չեն փոխվել, սերունդը չի փոխվել, քաղաքական դերակատարները այնպես չի, որ մեծ փոփոխություններ է կատարվել, հա։ Որն է երաշխիքը, դուք նշում եք մարդու իրավունքների մասով, որ դա պետք է լինի։ Ասեմ, նախ ձևակերպումների հստակեցումը, միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված, Հայաստանի Հանրապետության միացած միջազգային պայմանագրերի ձևակերպումներին հարմարեցումը, երկրորդ սահմանափակումները, գործող կարգավորմամբ 2005 թվականի փոփոխություններով, երկրորդ գլխի վերջին հոդվածներում նշված է, որ այս հոդվածները, թվարկված է հոդվածների համարները կարող են սահմանափակվել
հետևյալ դեպքերում եւ նշված է թե որ ռազմական դրություն եւ այլն։ Այո, եւ նշված է թե որ դեպքերում, բայց յուրաքանչյուր իրավունքի սահմանափակման հատուկ սպეციფიկ դեպքերը հաշվի առնված չեն։ Իսկ հիմա բոլոր այն իրավունքները, որոնք ենթակա են սահմանափակման, հենց այդ իրավունքը կարգավորող հոդվածում նշված է թե տվյալ իրավունքը որ դեպքում կարող է սահմանափակվել։ Ես մի փոքր հակադարձում եմ ուզում անեմ Արշակին ու Օվսեփին, կապված թե ինչ լավ են իրենք համագործակցում, համարյա կոալիցիա են արդեն 6 օր առաջ կամ 10 օր առաջ, չգիտեմ, քո գործընկերներից մեկը Դավիթը ձեր կուսակցության փոխնախագահային Արմենին Մարտիրոսյան մեծարգո անվանեց կեղծ ընդդիմություն, որովհետև ինքը մասնակցել է պարոն Աշոտյանի կազմակերպած հանդիպմանը։ Դուք այդպես էլ չկարողացաք ոչի ճակատով համագործակցել օրինաց երկիր կուսակցության հետ, որովհետև եթե դուք քաղաքական դիվիդենդի համար չեք աշխատում, այլ իրոք ոչի համար եք աշխատում, աշխատեիք իրար հետ։ Դուք անկեղծ լինեմ, եթե դա Հայ ազգային կոնգրեսի վրա է վերցրել այդ պատասխանատվությունը մարզերում ընտրական հանձնաժողովներում ներգրավվածության վստահված անձերի, ես 3-4 հատ ահազանգ եմ արդեն ստացել, որ այս կամ այն տեղում չունեք, եթե հետաքրքրում է հաղորդումից հետո կասեմ, որ մարզերում է, այդ մասերում մի քիչ ավելի շատ որ լինեք, եւ եթե ձեր համատեղ աշխատանքը, սա է որ չեք անցկացնի հիմնադիրներից մեկը ձեր կուսակցության փոխնախագահային անվանում է կեղծ ընդդիմություն, հետո դու գիտես, որ ես երբեք չեմ ստում։ Ես իհարկե խոսեմ, բայց դուք հիմա ասում եք, որ որևէ խնդիր չկա, մենք քաղաքական դիվիդենդ որպես կուսակցություն չենք ուզում շահել եւ այլն, դա իմ մոտ կներեք, բայց մեղմ ասած զարմանք է առաջացնում։ Ուրեմն դուք ինձ ուզում եք ասեք, որ դուք համատեղ ճակատով եք աշխատում։ Հասկանալի է, դա ինչ իրանքը հակադարձեք, ես շատ կարևոր մի հարց Հայկը բացեց, հա։ Այ օրինակ երկիր կուսակցության հարց իմ մոտ առաջացավ, հա։ Իրենք եւս դեմ են։ Իրենք ես տեսնում Քարոզարշավը հանրայինի եթերում համենայն դեպս նստած խոսում են, ասում են, որ իրենք դեմ են սրա համար։ Հավաքներ են անցկացնում, ժողովներ են անում, բացատրում են իրենց տեսակետը։ Փորձ եղել է օրինաց երկրի հետ համագործ, գոնե նույն են ձևաչափով ինչ որ հակն ու ժառանգությունն են այսօր բոլոր խնդիրներով հանդերձ համագործակցում այնուամենայն։ Լավ։ Հայկ ջան, արի պայմանավորվենք, որ եթե անգամ փաստարկ չունեք, շատ բարձ հարց է տվել վերարտադրության այդ որ մենք անդադ ասում ենք, հակափաստարկ բերեք։ Երկուսդ էլ չխոսեցիք վերարտադրությունից։ Ուշադիր չէր լսում։ Մեր հաջորդ գործընկեր խոսեց մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից։ Պատկերացնում եք, հիմա հեռուստադիտողը նայում է ու հանրապետականը խոսում է մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից, ասենք խնդալու է, ծիծաղելու է։ Եկեք հիմա այդ հարցը դեռ մնում է ակտուալ։ Ինչպես եք բացատրում, որ սա իշխանությունների վերարտադրության պլան չի։ Եկեք կենտրոնացեք, մտածեք, քո համար է դա ակտուալ, քաղաքացիների համար դա ակտուալ չի, իրանք ստացել են։ Եթե դա չունեք, ամեն դեպքում մի փորձեք մեր ու ժառանգության, Դավիթ Հովհաննիսյանի, ես Դավիթ Հովհաննիսյանի եւ ընկերը եւ նաեւ մի նախաձեռնության անդամ ենք, իր փոխարեն ամենայն պատասխանատվությամբ պատասխանում եմ Արմեն Մարտիրոսյանի ժառանգության հիմնադիր խորհրդարանի Հայ ազգային կոնգրեսի ՀԺԿ-ի միջև որևէ տարաձայնություն չկա, ել չեմ ասում անձնական։ Մենք լավ ընկերներ ենք, եթե ուզում ես դա էլ ասեմ։ Հաջորդը, ինչ վերաբերվում է օրինաց երկրին։ Տեսեք, օրինաց երկիրը հայտարարել է, որ ոչ է։ Ողջունելի է։ Այն բոլոր քաղաքացիները, այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, որ ոչ են, դա միայն ողջունելի է։ Այլ է հարցը, երբ որ մենք խոսում ենք համագործակցության մասին։ Համագործակցությունը նշանակում է տակտիկաների եւ ռազմավարության մշակում, ինչը կոնկրետ ՀԺԿ-ն անում է Հայ ազգային կոնգրեսի հետ, չեք անցկացնին Հայ ազգային կոնգրեսի, ՀԺԿ-ի հիմնադիր խորհրդարանի եւ ժառանգության հետ, ժառանգությունը եւ հիմնադիր խորհրդարանը իրար հետ եւ ընդհանուր առմամբ այս 5 միավորները նաեւ ռազմավարական նշանակության հարցերում, այսինքն առաջին ոչ ասել սահմանադրական փոփոխությանը եւ երկրորդ Հայաստանում դրանով մեկնարկել իշխանափոխության գործընթաց։ Այս բոլոր հարցերում այս 5 միավորները առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժերը եւ նախաձեռնությունը քաղաքացիական համամիտ են, համաձայն են եւ գնում են այս ուղղությամբ։ Ընդդիմությունը միասնական է, ավելի միասնական ընդդիմություն, ավելի համակիր ընդդիմություն, ավելի համաձայն ընդդիմություն մենք չենք ունեցել։ Դա բայց իշխանափոխության մասով, այ հիմա հեռուստադիտողը նայում է, մարդը նայում է հեռուստաէկրաններին, ասում է վերջի 7-8 տարի ինձ անդադ նույն բանն են ասում։ Իշխանափոխություն
չի լինում, բուրժուա դեմոկրատական հեղափոխություն չի լինում, ամեն մի ընդդիմադիր ուժ ասում է ես եմ փրկիչը ու ես ունեմ այդ մոդուլը, որով հասնելու եմ իշխանափոխության, այս իշխանությունը վատն է, իրան պետք է հեռացնել, ես ձևը գիտեմ, եկեք հանրահավաքի օրը ստեղ ու ոչ մի բան չի կատարվում։ Հիմա Սահմանադրությունը արդյոք այդ պատրվակն է, որ թույլ կտա ձեզ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, որ փորձում է հեռացնել այս իշխանությանը եւ ինքը գա իշխանության, այս պատրվակով հա մարդկանց հանել փողոց, համախմբել եւ իրագործել այն, ինչ որ երկար տարիներ չի ստացվում։ Ուրեմն ասեմ, գնացեք ում էր ուղղված։ Խնդրեք դուք էլ կիսվենք երկուսով խոսենք։ Ուրեմն ասեմ, վերջին տարիներին, եթե ուզում ենք հարցին գլոբալ նայել, վերջի 7 տարիներին հանրապետականը միահեծան իշխում է երկրում։ Եվ նախագահան եւ ազգային ժողովի մեծամասնությունը պատկանում է հանրապետականին։ Վերջի 7 տարում, եթե արձանագրենք տիրող իրավիճակը, ավելանում է արտագաղթը, տնտեսական վիճակը ավելի է վատթարանում եւ հիմա արգումենտ են բերում։ Դիմություն դա միշտ կարող եք ասել։ Չէ, սա ասելու խնդիր չի եւ հիմա արգումենտ են բերում, որ նոր սահմանադրությունը պետք է լուծի նրանց բոլոր հարցերը։ Սակայն խնդիրը այստեղ սահմանադրության մեջ չէ։ Հանրապետության նախագահան ասում է, որ սահմանադրությունը փոխենք, դատարանները կաշխատեն։ Ոչ, այստեղ քաղաքական կամքի արկայությունն է։ Ցանկացած փոխեք ցանկացած տեքստ, գրեք ցանկացած լավագույն խոսքերը, եթե չկա քաղաքական կամք, եթե ներկայիս իշխանությունը նույն որակով պետք է կազմի նոր իշխանություն, նույն ավանդույթներով շարունակի իր գործունեությունը, ոչ մի բան չի փոխվի, ոչ կոռուպցիան կպակասի, ոչ մենաշնորհները կպակասեն, այստեղ պետք է հասկանալ մի շատ կարևոր բան, հարցը սահմանադրության տեքստի մեջ չի, հարցը քաղաքական կամքի եւ լեգիտիմության մեջ է։ Շնորհակալություն։ Եվ շարունակենք, Հովսեփին, տեսեք ուրեմն ինչ է, մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում քաղաքական պայքարը անձնավորված է։ Գիտենք թե չէ։ Որի տարբերություն Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, գիտեք ինչ, դա ռեալությունն է, դա իրականությունն է։ Միգուցե դա այդքան լավ չի, որովհետև մեր մշակույթը քաղաքական դեռ այդքան կայացած չի, որ կուսակցությունները, ինստիտուտները անեն, անձնավորված է։ Այսինքն Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Արտուր Բաղդասարյան, Գագիկ Ծառուկյան եւ քվեարկողներն էլ, քաղաքացիներն էլ հիմնականում կուսակցություններին նայում են ոչ թե զուտ ինստիտուտ, այլ նաեւ իրենց լիդերին, դա շատ կարեւոր է։ Տեսեք, փոփոխությունը իշխանությունը որ փոխում է Ոչ, դուք չեք կարող հաշվի չնստել ռեալության հետ, նաև որոշ մենտալիտետային հանգամանքների հետ։ Ինչ է ասում ներկայիս սահմանադրությունը։ Ներկայիս սահմանադրությունը ասում է, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։ Ինչ է ասում նոր սահմանադրության նախագիծը, որ ասում է, որ Սերժ Սարգսյանը չի հեռանա։ Հիմա մենք ինչ ենք ասում, քվեարկեք ոչ, որպեսզի Սերժ Սարգսյանը հեռանա։ Ինձ բացատրում, ես ուզում եմ հասկանամ, սահմանադրությունը ոչ է լինում։ Դեկտեմբերի 6-ին քվեարկում են ոչ, Սերժ Սարգսյանը ինչն է խանգարում, որ օրինակ չդառնա վարչապետ կամ հարապետական կուսակցություն ունենալով մեծամասնություն, ինքը մնա կուսակցության շենքում, որպես կուսակցության ղեկավար, ունենա մի հատ նախագահ այնտեղ, մի հատ վարչապետ այնտեղ, մի հատ ազգային ժողովի նախագահ, ինչն է խանգարում։ Հիմա բացատրում եմ։ Ինչպես Ռոբերտ Քոչարյանը հարգանքով չվերաբերվեց Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, Սերժ Սարգսյանը հարգանքով չվերաբերվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, այդպես էլ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ իր հաջորդը հարգանքով չի վերաբերվելու իր նկատմամբ։ Եթե գա այլ նախագահ, Սերժ Սարգսյանը ուղղակի որևէ լծակ չի ունենալու։ Ինչպես բոլոր Ես հասկացա, բայց հիշեցի 2005 թվականը։ Եկեք շարունակեմ, էլի խնդրում եմ։ Հիմա, երբ որ Սերժ Սարգսյանը հեռանում է, այլ անձը, որը գալու է լինելու է գործադիր իշխանության ղեկավար, նա է միայն որոշում կայացնողը, հիմնական գործադիր քաղաք, նա է նշանակողը, եթե անգամ վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը, նա է նշանակելու կամ հեռացնելու։ Հիմա խնդիրը որն է։ Խնդիրը այն է, որ այս սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը, որը վերջի 8 տարիներին պարզապես տապալել է ներքին եւ արտաքին բոլոր քաղաքականությունները, պետք է հեռանա։ Եվ խնդիրը այն է, որ նա չի ցանկանում հեռանալ, նա փոխում է սահմանադրությունը, նա անում է ամենավատ քայլը, որ անում են դիկտատորները, փոխում է սահմանադրությունը։ Հասկացա։ Հայկ, 2005 թվականին, երբ փոխվում էր սրանց 10 տարի առաջ սահմանադրությունը, հա, բարեփոխվում էր, նույն ընդդիմությունը շարքում էր նույն տեսակետը, որ Ռոբերտ Քոչարյանը փոխում է սահմանադրությունը իր որպես գործող նախագահ լիազորությունների մի մասը տալիս է վարչապետին, որ ուժեղ վարչապետի ինստիտուտ
լինի, որ հետո 2008-ից հետո ինքը դառնա վարչապետ, իշխանության միակ կրողը, ինչ որ մեկը դառնա իր մոտ նախագահ աշխատի, բայց այդպես չեղավ։ Իհարկե դրան մեր ընդդիմությունը միշտ պատճառներ կարող է բերել ու մի տասած, բայց այնուամենայնիվ, ինչն է խնդիրը, որ չեք կարողանում մինչև հիմա, ես այս հարցը երևի արդեն 5-րդ անգամ եմ տալիս, մինչև հիմա չեք կարողանում բացատրել, որ Սերժ Սարգսյանը այս սահմանադրությամբ, հա, ամենալավ վերարտադրվելու եւ իշխանությունը պահելու շանս ունի։ Շատ լավ զուգահեռ էր իմիջելոց։ Նույն պատմությունն այն ժամանակ էր, նույն ասողները, այդ թվում նաև ձեր քաղաքական ուժերից կային։ Այս բանի նույն պատմությունն անգնում։ Վերջն էլ նույնն ելնելու տեսնելու եք, որ այս գործընթացը դրան չի ուղղված։ Պատճառը շատ պարզն է։ Դուք կարող եք բացատրել մարդուն մի բան, եթե ինքը ուզում է դա հասկանալ, կամ առնվազն եթե ուզում է ձեզ լսել։ Եթե ինքը այդտեղ եկել է, որպեսզի շոու անի լավ իմաստով, քաղաքական շոու, լավ իմաստով, ընտրություններին հաջորդ ձայն հավաքի, էլի լավ իմաստով, ապա դու իրեն ոչինչ չես կարող բացատրել։ Ես շատ համբերատար լսում եի, բայց ստիպված եմ մի քանի ձեր առանձնակատարումների հետ կապված մի քանի բան ասեմ։ Հարգելի քաղաքացիներ, հարգելի ընտրողներ, մենք հենց նոր լսեցինք 4-րդ անգամ ամենամիավորված ընդդիմության 7-րդ անգամ իշխանափոխություն սկսելու գործընթացը։ Ես հաշվից ընկնում եմ արդեն, թե քանիերորդ անգամ եք դուք գնում վերջին իշխանափոխության։ Եթե հավես է նայել, առհասարակ մի անհանգստացնի հանգամանքը, որ քո երկրից կա արտագաղթ, որ քո երկրում կա աղքատություն, բայց քեզ հետաքրքրում է ընդդիմության միավորվածության հարցը։ Ու տեսնում եք արտագաղթի, ես աշխատանքային եմ դա տեսնում։ Ես ել եմ գյուղում, ես միշտ էլ առանցվում եմ։ Դու ասում ես, որ կա մի փաստաթուղթ, որը օքեյ, դուք համարում եք, որ մենք սխալ ենք աշխատում, դուք համարում եք, որ մեր վարած քաղաքականությունը արտաքին ներքին ձախողվել է, թեպետ դա այդպես չէ։ Բայց ինքնին փաստաթղթի քննարկման դուք երբեք չեք գնում։ Հանրապետականները հրեշներ են, երիթ հանրապետականները փոքր հրեշներ են, վերջ իրենց վերած ցանկացած բան վատ բան է։ Փորձեք հասկանալ, կարող է սա ավելի հաջող գործիք է։ Ինչ եք փորձում մարդկանց այս գործիքը միայն կապելով ճակերտների մեջ հրեշների հետ վատը հանել։ Կարող է նրանից է, որ գործիքը իրականում լավն է։ Մեկ էլ ինձ շատ հետաքրքրում է այն փաստը, որ դու քաղաքական կամքից խոսեցիր։ Քո կուսակցության, ես մի անգամ եմ սա քեզ ասել, աշխատի բանավեճերի ժամանակ չբերես այդ փաստարկը, ի վնաս քեզ է աշխատում։ Քո կուսակցության ղեկավարը Ռաֆի Հովհաննիսյանը քաղաքական կամք չունեցավ գլխավորելու համանրական բարեփոխումների գործընթացը։ Ասում ես արի ղեկավարի գործընթացը, երբ այդ թեկնածուն ստացել է ժողովրդի կողմից ընտրված նախագահ, մոռացել էի։ Ինչ խաբել, կարող ես երկու հոգու խաբել, բայց ժողովրդին չես խաբի, ով քվեն տվել է։ Հիմա քո ու հերոստատիտողի միջև դիսբալանս առաջանում, երբ որ դու ասում ես Ռաֆի Հովհաննիսյանը չի ընտրվել, քաղաքացին ընտրել է, ունա գիտի ում է ընտրել։ Ես հակասություն կա։ Շատ լավ, ես ձեր տեսակետները հասկանալի, ես մեր տաղավար եմ հիմա հրավիրում սահմանադրական իրավունքի մեր փորձագետին, Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի հայցոր Տիգրան Ավետիսյանին։ Համեցեք, պարոն Ավետիսյան։ Հարգելի հեռուստադիտողներ, տեղի ունեցած բանավեճի մասով եւ սահմանադրական փոփոխությունների մասով էքսպերտային փորձագիտական կարծիք մեզ կներկայացնի Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ Տիգրան Ավետիսյանը։ Պարոն Ավետիսյան, դուք բանավեճը լսում եք, հետևում եք ամբողջ այս ընթացքում այոյի մասով, ոչի մասով, ինչ փաստարկներ էր բերվում։ Ինչ կարծիքի եք ընդհանուր առմամբ, մեր երիտասարդությունը կարողանում է այսպես փաստարկված իրավաբանական կամ իրավաքաղաքական բանավեճ տանել սահմանադրության մասով։ Կարծում եմ հիանալի է ցանկացած նախաձեռնություն ձևաչափ, որը հնարավորություն տալիս անձանց ներկայացնող տեսակետներ, դրանք կլինեն զուտ քաղաքական բնույթի կամ զուտ իրավական, չնայած այս պարագայում կարծում ճիշտ չէ հստակորեն առանձնացնելը, որովհետև սահմանադրական փոփոխությունն ինքնին եւ սոցիալական մեծ գործընթացի մի մասն իրենցով քաղաքական, իրավական, տնտեսական, մտածողության արժեքային, ինչու՞ չնայած լեզվաբանական առումով, ոճի առումով, այնպես որ այդ բոլոր բաղադրիչների դրսևորումը տեսանք, ինձ հետաքրքիր է շատ։ Տեսեք, հա, քաղաքական ուժերը քաղաքական բանավեճ են ծավալում եւ յուրաքանչյուրն իր փաստարկն է բերում, հիմնականում նրանք քաղաքական ուղղվածություն են եւ սուբյեկտիվ են, դա նորմալ է։ Զուտ մասնագիտական տեսանկյունից, հա, նշվում է, որ 95-ի սահմանադրությունը, օրինակ, երբ որ բարեփոխվեց 2005-ին, քայլ առաջ էր։ Այ 2005-ից մինչեւ այսօր, եթե մենք վերցնենք այս 10 տարին, մարդու իրավունքների այլ խնդիրներ, որ բարեփոխվել էր այդ սահմանադրությունում,
ի տարբերություն 95-ի, որ եղել էր, հա, ինչը կառանձնացնեիք, որ աշխատել էր մինչև այսօր, որ հստակ երևա, հա, ասենք 10 տարվա մեջ 2005-ին փոխվեց այս սահմանադրությունը, SSS դրույթները, հիմա սա աշխատում է։ Որպես նաև փաստաբան պետք է հատուկ նշեմ սահմանադրական դատանի դերը, որովհետև եթե 2005 թվականին ընդունվել են նոր մոտեցումներ նոր ընթացակարգի, առաջի հերթին ես կառանձնացնեի անձի սահմանադրական դատան դիմելու իրավունքի ամրագրումը, դրա համապատասխան ընթացակարգերի սահմանումը։ Այս պարագայում դրա աննախադեպ հետևանքները այն է, որ սահմանադրական դատարանը տասնյակ օրենքներ ճանաչեց հակասահմանադրական, որոնք նույնիսկ իրենց հերթին ինստիտուցիոնալ փոփոխություններ բերեցին մեր իրավական համակարգում։ Խոսքը օրինակ, ասենք վերաքննիչ վարչական դատարանի ինստիտուտի ստեղծում է, որը սահմանադրական դատանի որոշման արդյունքում եղավ, խոսքը փաստաբանների ինստիտուտի մասին է, հավատարմագրված փաստաբանների վերացման մասով եւ մի շարք այլ փոփոխություններ, որոնք հատկապես եւ ամենաակնհայտ իրավական կյանքում փոփոխություններ են։ Իհարկե դրանց գիտական իմաստավորումը դեռ ժամանակի անհրաժեշտություն ունի, բայց այս պարագայում զուտ մարդու իրավունքների բլոկի տեսանկյունից ես կարծում դրանք չափազանց մեծ եւ ողջունելի փոփոխություններ էին։ Ինչ վերաբերում ներկայիս հայեցակարգային փոփոխությունների առումով, ապա ինձ անձամբ մտահոգում է հենց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում ամրագրված այն դրույթը, թե որոշ իրավունքներ պետք է սահմանադրորեն սահմանափակել, հենց ուղղակիորեն նման ձևակերպում կար, եւ այս պարագայում ամբողջ մեթոդաբանությունը փոփոխությունները արդեն իսկ կասկածելի էին դարձնում, որովհետեւ եթե հայեցակարգում խնդիր ենք դնում սահմանադրական փոփոխություններով սահմանափակել անձի իրավունքները, ապա որևէ բացատրություն, պարզաբանում այս կապակցությամբ ուղղակի ինքնին մտահոգիչ կլինեին։ Պարոն Հարությունյան, տեսեք, ազգային ժողովի ընտրություններ, նախագահական ընտրություններ, կարծես թե այլ քանակի մասին է խոսվում, այլ չափով քվորումի մասին է խոսվում։ Ինչու է սահմանադրական բարեփոխումների կամ սահմանադրական փոփոխության քվեարկությունը Հայաստանում միշտ 25%-ով, հա, քվորում, եթե 25% ընտրողների մասնակցում է, դա արդեն համարում ենք, որ քվորում կա։ Ինչով է դա պայմանավորված։ Բոլոր երկրներում է այդպես, որ սովորաբար սահմանադրության քվեարկությամբ ազգաբնակչությունն այդքան էլ հետաքրքրված չէ։ Ես չի ասի հետաքրքրված չէ, ուղղակի նախ պետք է ճշտել այստեղ սահմանադրության հասկացությունն ինքնին, թե հասարակությունում ինչպես ընդունվում է հասկացություն, ընդունել սահմանադրության գործողություն եւ ամենակարևորը հասարակության ներգրավում այդ սահմանադրությանը։ Դա իրագործման է, եթե գիտական իմաստավորում տանք, սահմանադրությունը ինքնին կարող ենք բնորոշել որպես համաձայնություն լայն առումով ամբողջ հասարակության մեջ, այսինքն որոշակի կանոնների վերաբերյալ հիմնարար ապրելակերպի վերաբերյալ կանոնների վերաբերյալ համաձայնություն։ Այս տեսանկյունից եւ Բրիտանիան ունի սահմանադրություն, եւ Իսրայելը ունի սահմանադրություն, հաճախ բերում են այդ օրինակները։ Այնինչ խնդիրը ընդհանրապես այն բազիսային արժեքների վերաբերյալ համաձայնության, փոխհամաձայնության ձևակերպման մեջ է։ Ինչ վերաբերում է դրանց թե հասարակության ներգրավման ինչ տոկոսներ սահման, այստեղ արդեն նաև քաղաքական խնդիր եւ սոցիալական, թե որքանով են կարողանում հասարակության հնարավորինս լայն շերտերին ներգրավել իր իսկ կյանքի կառավարմանը։ Եվ իմ կարծիքով դա արդարացված է նմանատիպ որոշակիորեն գոնե քվորումներ նախատեսելը, որովհետեւ հակառակ պարագայում ստացվում է այլ փոքրամասնությունը, ակտիվ մասը ամբողջությամբ որոշելու է մնացածի ճակատագիրը։ Իսկ քվորումի նախատեսմամբ կամ ավելի ճիշտ կներ ոչ թե ձևակերպումների եւ ձևական կոնստրուկտիվ կառուցվածքային հարցերի մասն է բովանդակային առումով, ինչքան է հասարակությունը ինքնին շահագրգիռ եւ յուրաքանչյուր անձ շահագրգիռ մասնակցելու քաղաքականության։ Այս սահմանադրական կապում դա անձի իրավունքի իրականացման հետ, անձի կյանքի կենսավորոշման, կենսադիրքորոշման արտահայտման հետ, երբ որ ինքը ցանկանում է, ինչքան ակտիվ մարդիկ լինեն հասարակության մեջ, ինչքան մեծ լինի այդ տոկոսը ներգրավելու, դա կլինի ցանկացած իր լոկալ մակարդակով որոշում ներկայացում, թե համապետական մակարդակով, համահասարակական մակարդակով որոշում ներկայացում, դա արդյունավետ կդարձնի ինքնին այդ ընդունված ակտի, դեպքում սահմանադրության գործունեության արդյունավետությունը։ Շնորհակալություն ձեր կարծիքի համար, շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Մենք վերադառնանք մեր տաղավար ամփոփելու հաղորդումը։ Շարունակվում է օպոնենտ հաղորդաշարը։ Արշակ, տեսեք, քարոզարշավը հետևելիս ես տեսնում եմ, հա, օրինակ ԱՅՈ-ի ճամբարից, երբ որ դաշնակցությունը խոսում է ամբողջ ղեկավարությունը, տեսնում եմ, որ հանրապետականի ղեկավարությունը խոսում է, հանրապետության նախագահը, հա, շատ ինքը երկար այս մասին բացատրում է, ներկայացնում է ինտերեսակետները։ Տեսնում եմ, որ ժառանգության ղեկավարը խոսում է, Ռաֆի Հովհաննիսյանը գոնե է թոլովակում, հա, կոչեր է անում, տեսակետներ է ներկայացնում։ Ինչու չի խոսում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դուք ուշադիր հետևում եք քաղաքական զարգացումներին։
Իմ հիշողությամբ, իմ հիշողությունը վատը չի այդքան, երբ վերջի 2 տարում անընդհատ խոսացել է, կամ մի քիչ ավելի կարճ ժամանակահատվածում, այն ժամանակվանից, տեսեք, այն ժամանակվանից, երբ հրապարակվել է հայեցակարգը սահմանադրական փոփոխությունների, Լևոն Տեր-Պետրոսյանը ամեն առիթով խոսել է անցած տարվա հավաքների ժամանակ, խոսել է նաև այս տարի սեպտեմբերի 21-ին պետականության տոնի ժամանակ։ Ես զարմանում եմ, որ նման հարց ինձ տրվում է։ Այսինքն չկա քաղաքացի, որ ցանկանա ծանոթանալ առաջին նախագահի տեսակետին եւ չկարողանա ծանոթանալ։ Բայց ձեր տեսակետները դուք պետք է հասցնեք, չէ՞, քաղաքացուն։ Սա էլ օրինակ յուրահատուկ մի հարթակ է խորհրդակ, որը այս հնարավորության համար ես փոխանցեմ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը մեր քաղաքացիներին։ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ սա սահմանադրական փոփոխություն չէ, սա սահմանադրության փոփոխություն է։ Այսինքն այս ամբողջ 25 տարվա մեր պետական իրավական քաղաքական համակարգը ամբողջովին ֆունդամենտալ ձևով փոխվում է, բերվում է ամբողջովին նոր մի սահմանադրություն եւ մեր քաղաքացիների համար սա մարտահրավեր է։ Սա Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ բառացի, բայց ընդհանուր տեսակետն է։ Խնդրեմ։ Իսկ ուր է Ռաֆի Հովհաննիսյանը։ Ռաֆի Հովհաննիսյանը հիմա գտնվում է արտերկրում եւ ամսի 25-ից նա կվերադառնա հայրենիք եւ ակտիվ կմասնակցի քարոզարշավին, նաեւ կմասնակցի դեկտեմբերի 1-ի հանրահավաքին եւ Շատ լավ, հասկանալի։ Գարեգին, տեսեք, դուք նոր մարդու իրավունքների թեման եք բացել, մի հետաքրքիր սահմանադրական իրավունքի մասնագետները եւ այս նախագծի հեղինակները այսպես տեսանկյուն են ներկայացնում, թե տարանջատվել է մարդու իրավունքների բլոկը, հա, մարդու անմիջական իրավունքները եւ մարդու ոչ անմիջական իրավունքները։ Ու ինչ են հիմնավորում։ Ասում են 95 թվի սահմանադրության մեջ սխալ էր գրած իրար հետ էր գրած անմիջական եւ ոչ անմիջական իրավունքները 2005-ին ճիշտ է բարեփոխվեց, բայց մինչև վերջ չբարեփոխվեց, այսինքն մարդը ունի բնակարանի իրավունք 95 թվի սահմանադրությամբ կամ 2005-ի գալիս ասում է հարգելի իշխանություն ապահովի իմ բնակարանի իրավունքը, դա ոչ Ֆրանսիան է ամրագրել տեսբան, ոչ էլ Գերմանիան, որովհետեւ չեն կարող անել։ Հիմա ասում են մենք փոխել ենք, մենք դա ձևակերպել ենք որպես մարդու ոչ անմիջական իրավունք եւ պետության խնդիր եւ նպատակ։ Ստեղծել են գործիք, որով կառավարությունը ամեն տարի պետք է գա ազգային ժողով եւ իշխանության եւ ընդդիմության ֆրակցիաներին ներկայացնի զեկույց, թե ինչ է ինքը արել եւ տեղական ինքնակառավարման մարմինները, որպեսզի ապահովի այս իրավունքը։ Հիմա ես որպես քաղաքացի, որպես շահառու, որ մարդու իրավունքների բլոկը ինձ շատ հետաքրքիր է։ Միգուցե ինձ այդքան հետաքրքիր չէ, թե ինձ կառավարելու է նախագահը, թե վարչապետը ինչ լիազորությունները, բայց իմ անմիջական իրավունքները շատ կարևոր են։ Ոնց եք հիմնավորելու, որ այդ տարանջատումը, որ արված է, իր էֆեկտը ունենալու է։ Որովհետև եթե հիմա չի աշխատում, մենք որտեղից երաշխիք ունենանք, որ հետո է աշխատելու։ Շնորհակալություն։ Այդ տարանջատման կարիքը իրոք կար, որովհետև ըստ էության մարդու իրավունքների գլխում նախատեսված լինելով դրանք որոշակիորեն հռչակագրային բնույթ են կրում, իսկ մեզ ամենևին պետք չէ ունենալ գեղեցիկ սահմանադրություն, պետք է ունենանք այնպիսի սահմանադրություն, որով նախատեսված իրավունքները ի վիճակի ենք իրականացնել։ Եթե կան մարդու այնպիսի իրավունքներ, որը պետությունը ելնելով սոցիալ-տնտեսական ներկայիս իրավիճակից չի կարող ամբողջությամբ իրականացնել, բոլոր քաղաքացիներին ապահովել այդ իրավունքով, այդ դեպքում միակ բանը, որ մեզ մնում է, դա այն է, որ նախատեսենք դրանք որպես պետության գործունեության հիմնական ուղղություններ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հիմնական ուղղություններ եւ քայլեր ձեռնարկենք աստիճանաբար որոշակի ժամանակահատվածում այդ խնդրի լուծմանը հասնելու համար։ Շատ ճիշտ նշեցիք, որ կառավարությունը այսօր յուրաքանչյուր տարի հաշվետվություն է ներկայացնելու ազգային ժողովին իր գործունեության վերաբերյալ եւ անդրադառնալու է նաեւ այդ ուրեմն նպատակների, խնդիրների իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։ Հիմա դուք ցանկանում եք իմանալ մեխանիզմները, թե ինչպես պետք է դա գործի։ Մեխանիզմը ըստ իս հետեւյալն է, որ ազգային ժողովը, ազգային ժողովի 1/3-ը կարող է վարչապետին անվստահություն հայտնելու հարց բարձրացնել։ Եթե
1/3-ը այնքան էլ մեծ թիվ չէ, դա կարող է լինել նաև ընդդիմությունը, եթե այստեղը լինի, ես ձեզ կասեի, մեկը մեծամասնություն կվերցնեք, կպահեք էլի, ձեր կառավարությունը, ձեր խմբակցությունը կգա, չեք թողի այնտեղ շատ ընդդիմությունը ինչ որ դեմ քվեարկի բան անի, ինչ էլ որ անի, մեկը մեծամասնությունը դուք կլինեք։ Այս մեխանիզմները ոնց է։ Իմ կարծիքով դա ինչ որտեղ պարտվողական մոտեցում է, դուք մեծամասնություն կլինեք, իսկ ինչու դուք չեք լինի մեծամասնություն։ 2017 թվականը ցույց կտա։ Ես խոսքս շարունակեմ, Սահմանադրական փոփոխությունների նախագծով ներդրվել է նաև նոր ինստիտուտ, որը միանգամայն նորություն է մեր սահմանադրական մշակույթում, երբ ըստ էության անվստահություն կարելի է հայտնել ոչ թե վարչապետին հենց կամ ընդհանուր կառավարությանը, այլ հարցապնդման ժամանակ անվստահության տարեր պարունակող ինչ-որ բան կարելի է անել կոնկրետ նախարարի նկատմամբ։ Այսինքն մենք գտնում ենք, որ ինչ-որ հարցի լուծման ժամանակ թերացել է կոնկրետ սոցապ նախարարը, մենք ամբողջ կառավարության հրաժարականը չենք պահանջում, մենք պահանջում ենք միայն սոցապ նախարարի հրաժարականը։ Լավ, հասկանալի է։ Հիմա մի շատ կարևոր հարց, ես նաև անդրադառնամ հա իշխանության հոլովակներին։ Օրինակ ես տեսնում եմ, որ իշխանության կամ նախաձեռնող, հա, ԱՅՈ-ի ճակատի այսպես քարոզչության կարևորագույն առանցքներից մեկը այն է, որ որպես իշխանություն, որպես սահմանադրության նախաձեռնող ուժ կամ ուժեր, մենք լայն հնարավորություններ ենք ստեղծում ընդդիմության համար։ Մեզ պետք է ուժեղ ընդդիմություն, մեզ պետք է մի ընդդիմություն, որ կարող է իրական հակակշիռ լինի մեզ, հա, եւ դա կնպաստի մեր քաղաքական համակարգին։ Այ իշխանության այս մոտեցումը ինչքանով ձեռնտու չէ ընդդիմությանը, որ ընդդիմությունը ասում է, չէ, մենք չենք ուզում այս սահմանադրությունը։ Ցես լավ է, այս գործողը թող մնա։ Որտե՞ղ ծիծաղելու է։ Որտե՞ղ ծիծաղելու է, այն որ իշխանությունը դա փաստարկ չի։ Իսկապես նայում ենք հանրապետականի ռոլիկները, ասում են, տեսեք, քանի որ միշտ մեր ընդդիմությունը թույլ է եղել, միշտ մեր ընդդիմությունը թույլ է եղել, երկրում հակակշիռներ չեն առաջացել ու երկրի խնդիրները դրա պատճառով են։ Միշտ չի, ես օրինակ հանրապետականի բանն այլ եմ։ Կներեք։ Այնտեղ նշված էր, որ օրինակ 90-ականների սկզբին կար ուժեղ ընդդիմություն, որ ստիպեց դա հայտարարություն էր, նա նույնիսկ այդ ռոլիկը պատմության խեղաթյուրում էր։ Ինչևէ, երբ որ մարդ խոսում է 96-ից, բայց 2008-ի մարտի 1-ից չի խոսում, ինչևէ դա թողենք մի կողմ։ Բայց հասկանում եք աբսուրդը, երբ որ իշխանությունը մտածում է, որ պետք է Հայաստանում ձևավորվի ուժեղ ընդդիմություն։ Ուժեղ ընդդիմությունը կար ընդամենը 8 ամիս առաջ, եռյակը, երբ որ անում էր հզոր հանրահավաքներ մինչև այն ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանը որոշեց անձնապես վրեժխնդիր լիներ Գագիկ Ծառուկյանից։ Ուժեղ ընդդիմություն էիք ուզում, դրանից ավելի ուժեղ ընդդիմություն էիք ուզում, ջախջախեցիք այդ ընդդիմությանը ոչ քաղաքական պայքարի միջոցով։ Դրանից առաջ եղել է մարտի 1 ուժեղ ընդդիմություն, ուժեղ նախընտրական կամպանիա, հաղթել է այդ կամպանիան ընտրությունները, մարդիկ դուրս են եկել իրենց ձայնը խաղաղ ցույցերի միջոցով պաշտպանեն։ Ով կրակեց ժողովրդի վրա։ Ընդդիմությունը կրակեց ժողովրդի վրա, թե իշխանությունը ուղղակի գնդակահար է ժողովրդին, 10 հոգի զոհ տվեց։ Հիմա այդ նույն իշխանությունը ասում է, մեզ ուժեղ ընդդիմություն է պետք։ Ռաֆի Հովհաննիսյանը 2013 թվականին հաղթեց, աննախադեպ ձայներ հավաքեց, որ ոչ մեկ չէր սպասում։ Արձանագրվեց։ Մենք հասարակությունը, հասարակության անդամ կգժվենք ձեր ձեռը։ Դուք ասում եք հաղթեց, իշխանությունն ասում է տես բան չի եղել, հա, բայց պատմության ընթացքը ուրիշ բան է ստալ։ Մեր երկրում ստացվում է 96-ին հաղթեց Վազգեն Մանուկյանը, 98-ին հաղթեց Կարեն Դեմիրճյանը, 2003-ին Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց գժանոց է։ Մենք տեսնում ենք ուրիշ մարդիկ են, հա, երկիրը գնում է, առաջ է գնում, կյանքը ծերուններ են, որպես երիտասարդներ եմ ասում, ձեր, հա, տարիքով ավելի մեծ քաղաքական գործիչները տարիներ շարունակ անհաջողության են հասնում նման փաստարկների մասով։ Հիմա դուք որ ասում եք, ոչ մեկ անհաջողության չի հասնում։ Ընդդիմությունը ու կար ուժեղ ընդդիմություն, որը դա ուժեղ ընդդիմությանը նման կերպ մի օրում ոչնչացնել, դա նշանակում որ չկար ուժեղ։ Ես այդպես եմ հասկանում։ Երկրի թիվ 1 հարցը մնացել, մնում է եւ մնալու է ընտրությունների ազատ արդար մրցակցային անցկացնելը։ Ապահովեք մի անգամ ազատ արդար մրցակցային ընտրություններ ու կտեսնեք, որ
ընդդիմությունը հաղթում է ու կտեսնեք, որ ընդդիմության ձայները արձանագրվում են ու կտեսնեք մի այլ բան, կտեսնեք, որ երկրի խնդիրները սկսվում են լուծվել այն ժամանակ, առաջին նախապայմանը դա է, երբ որ ընտրությունները անցնում են արդար։ Կներեք, մենք քաղաքական ուժեր ենք, մենք չպետք է խնդիր լուծենք ինչ-որ այլ միջոցներով, զենքով, բանով իշխանության գալու, մենք փորձում ենք ընտրությունների միջոցով իշխանության գալ եւ բոլոր ընտրություններում ընդդիմությունը հաղթում է, սակայն այստեղ հարցը արդեն ուրիշ հարթություն է տեղափոխվում, երբ իշխանությունը կիրառում է այլ մեթոդներ, որին ընդդիմությունը չի կարող վերահսկել, այստեղ դա պատճառ բերել, ասել ընդդիմությունը թույլ է, ոչ, ընդդիմության ուժեղ լինելը ժողովրդի վստահությամբ է երևում ու վստահության քվեով, իսկ ներկա ընտրական համակարգում ոչ մի կերպ ժողովրդի վստահությունը չի դրսևորվում։ Նույնիսկ Աշոտյանը վերջերս ասեց դուք կարողացաք պաշտպանել ձեր 40% ձայները։ Սա ինչ է, ընդդիմությունը պետք է խնդիր չունենա ձայն պաշտպանելու։ Ընդդիմությունը պետք է խնդիր ունենա շահելու վստահությունը եւ գալ իշխանության, իսկ ներկա համակարգում մենք բացի այն, որ ձևավորում ենք մեր էլեկտորատը, բացի դրանից մի հատ էլ պետքա պայքարենք, որ մեզ տված ձայներին տեր լինենք։ Կներեք, բայց նորմալ ժողովրդավարական երկրներում այս խնդիրը չկա։ Հասկանալի է։ Փորձենք ամփոփել, սկսենք Գարեգինից։ Մեր պատկերացումները մի փոքր տարբեր են ուժեղ ընդդիմության վերաբերյալ։ Ուժեղ ընդդիմությունը միայն այն ընդդիմությունը չէ, որը փողոց է դուրս գալիս եւ հարցերը բարձրացնում, դա էլ է տարբերակ, ընդունում եմ, բայց ուժեղ ընդդիմությունը պետք է ցանկացած առողջ իշխանության։ Ցանկացած դասագրքային ճշմարտություն է, որ ցանկացած ճշմարտություն ծնվում է վեճի ընթացքում, առողջ բանավեճի ընթացքում։ Իսկ ընդդիմությունը կարողանում է առաջարկնել ամսի 6-ից հետո տեսնել։ Ամփոփեք։ Ամսի 6-ից հետո ցանկանում եմ նախ պետք է նշել, բոլորս էլ գիտենք այն մասին, որ ոչ բոլոր դրույթներն են անմիջապես ուժի մեջ մտնելու, այն ժամանակ, երբ բոլոր դրույթները ուժի մեջ մտած կլինեն, որոնք կվերաբերեն մարդու իրավունքներին, կառավարման համակարգին, դատական իշխանությանը, որի մասին ցավոք չխոսվեց, իմ ցանկությունը այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի ինքը իր գործը լավ կատարի, լինի պետական կառավարման համակարգի աշխատող, լինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, ով ուզում է լինի, յուրաքանչյուրը եթե իրեն վստահված աշխատանքը լավ կատարի, այդ դեպքում սահմանադրության բոլոր, բացառապես բոլոր դրույթներն վաղ թե ուշ իրագործվելու են։ Ձեր թույլտվությամբ շատ կարճ անդրադառնամ նաև վերարտադրման թեզին ձեր նշած, ովքեր պետք է վերարտադրվեն։ Այսօր առաջնային մանդատ ունեն Հանրապետության նախագահը եւ ազգային ժողովը, որ անմիջականորեն ժողովրդի կողմից են ընտրվում։ Հանրապետության նախագահը այլևս չի ընտրվելու, այլ նշանակվելու է ազգային ժողովի կողմից։ Նաև նորից նշեմ, բազմիցս նշվել է Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին, որ երբևէ չի հավակնում Սահմանադրության փոփոխությունների նախագծի անցնելու դեպքում լինել Հանրապետության նախագահ, վարչապետ եւ ազգային ժողովի նախագահ։ Եվ երկրորդը ազգային ժողով։ Անցնում ենք 100%-անոց համամասնական ընտրակարգի։ Այսօր հանրապետականը ինչու է կազմում մեծամասնություն։ Մեծամասնական ընտրակարգի շնորհիվ, չէ՞։ Օրենքը փոխեք, եք սահմանադրությունը փոխում։ Հենց ձեր ասածին կպտում եմ, շատ հակադարձում եմ։ Փոխեք օրենքը, միայն մի օրենք։ Ընտրությունների մասին օրենքը փոխեք, մեծամասնականը հանեք, միայն թողեք համամասնական, ընդ որում միայն ընտրական օրենսգիր փոխում, հարցից պատասխան։ Միայն ընտրական օրենսգիր փոխելով պարլամենտարիզմ դուք ժամանակ կունենաք անդրադառնալու։ Միայն ընտրական օրենսգիր փոխելով պարլամենտարիզմ։ Խնդրում եմ ամփոփեք արժան։ Ամփոփեմ, սիրելի քաղաքացիներ, ես կասկած չունեմ, որ այն քաղաքացին, որը վճռի գնալ տեղամաս, քվեարկելու է ոչ։ Համոզվածությամբ եմ ասում, ես միայն ասում եմ այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն վճռել գնալ տեղամաս, թե չէ։ Շատ լավ հասկանալով բոլոր մտահոգությունները, որ Հայաստանում ընտրությունները կայացած չեն, որ միգուցե էլի լինեն կեղծարարություններ եւ այլն, միևնույն է, ինչքան շատ քաղաքացի գնում է, ինչքան շատ քաղաքացի իր ձայնը, իր անունը այնտեղ ցուցակներում նշված օգտագործում է, քվեարկում է ոչ, այնքան ավելի է դժվարանում ընտրակեղծարարության մեխանիզմը իշխանությունների համար։ Մի բանում վստահ եղեք, 700,000 ձայն իշխանությունները պետք է այո ապահովեն, դա անհնար է։
դա ուղղակի անհնար է։ Նույնիսկ բոլոր մեխանիզմների ընտրակեղծարության օգտագործմամբ դա անհնար է։ Դա պետք է անել միայն մի դեպքում, եթե իրենք տոտալ կեղծարություն անեն, բռնաճնշումներ անեն եւ այլն եւ այլն։ Եթե դուք գնաք վստահաբար վճռական քվեարկեք ոչ, եւ եթե իշխանությունները գնան հիմարության ու տոտալ բռնաճնշումների միջոցով հռչակեն, որ այոն հաղթել է, ապա ես կասկած չունեմ, որ դեկտեմբերի 7-ին երկրում վիճակը կարող է փոխվել եւ հենց մեր քաղաքացիները դուրս գան պահանջելու իրենց ձայնի պաշտպանությունը։ Շատ շնորհակալություն։ Հովսեփ, Ամփոփելով խոսքս մի բան նշեմ, սահմանադրությունը փոխելով մենք չենք փոխի պաշտոնյաներ։ Իսկ եթե սահմանադրությունից հետո պետք է նույն օլիգարխը, նույն կոռուպցիաները մնա իր պաշտոնում, ոչ մի լավ փոփոխության սպասել ուղղակի հնարավոր չէ։ Եվ կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին ակտիվ կերպով մասնակցել եւ իրենց մասնակցությունը այս դեպքում ամենակարևոր հանգամանքն է եւ իրենց մասնակցությամբ ամեն քաղաքացի իր մասնակցությամբ մի քայլ ավելի առաջ է դնելու դեպի ավելի լավ Հայաստան կառուցելու համար։ Շատ լավ։ Հայկ, խնդրում եմ արդարության այսպես համար, քանի որ վերջի խոսքը ձերն է, այնպես ամփոփեք, որ հետո հակադարձումների կարիք չլինի։ Ինձ թվում է, թե ես բարև եմ նույնիսկ իմ ընդդիմադիր գործընկերները հակադարձելու կարիք կգտնեն, բայց ամենայն դեպս ես մի խոսքի հնարավորություն չունեցեք, փորձեմ ամփոփել։ Ես շատ ուրախ եմ, որ մի անգամ եղավ մի բանավեճ, որի ժամանակ իմ գործընկերը իր հավանական կողմը բարձաբանումների կարողանում էր ապահովել, եւ ես ստիպված էի հակադարձել միայն քաղաքական մեղադրանքներին։ Ես ուզում եմ դիմել այն քաղաքացիներին, որոնք ընտրության են գնալու դեկտեմբերի 6-ին։ Հայո, պարտադիր գնացեք ընտրության։ Ինչքան էլ մեր ընդդիմադիր գործընկերները դա ասեն, բայց Հանրապետական կուսակցությունը վերջին 2 ընտրությունները հաղթել է ընդդիմության կազմակերպած ընտրություններում։ Թե հանրաժողովի ղեկավարների թիվը եւ թե վստահված անձանց թիվը ավելի մեծ է եղել։ Դուք դա շատ լավ ինքներդ էլ գիտեք։ Եվ վերջին կետը, որ ես ուզում եմ ասել, ես էլի եմ ասել։ Մենք գնում ենք նրան, որ երկրում կառավարման համակարգը կլինի կառուցված ոչ թե անձերի շուրջ, այլ թիմի շուրջ։ Մինչ այլոց ես քեզ հակադարձեմ, դու իմ ընկերն ես, բայց դու ստում էիր, ռոլիկում կա մարտի 1-ի մասին գրած, ցավոք սրտի այդ պատմության սևեջը ռոլիկում էլ կա։ Մենք գնում ենք մի քաղաքական մոդելի, որտեղ էականը ոչ թե անհատն է, այլ թիմը։ Ինչի մեր գործընկերները դա չեն ուզում անել, որովհետև եղավ դեպք նշած դեպքերի ժամանակ, երբ որ անհատի փողոց դուրս չգալու պատճառով կարծում եմ կհասկանաս, որ անհատով փողոց դուրս չգավ չեկավ ինքն էլ կիսեց պատասխանատվությունը։ Կարծում եմ, որ այն դեպքը, երբ որ մեկ այլ անհատ, եթե իհարկե հաղթել էր ընտրությունները, պատասխանատվություն չունեցավ իր վրա վերցնել եւ իր ձայներին տեր կանգնել, ամեն ինչ փլուզվեց։ Թիմային աշխատանքի մասին։ Մեր գործընկերները երկուսն էլ ներկայացնում են քաղաքական ուժեր, որոնք անցել են ազգային ժողով եւ ունեին բավական հաջողակ ֆրակցիաներ։ Սկսել էինք 7 հոգով, մի պարագայում դա փաստացի մնացել է 1 հոգի, մյուս պարագայում դուրս եկավ Նիկոլա Փաշինյան, դուրս եկավ պարոն Բագրատյանը, ահա թե ոնց են մեր գործընկերները աշխատում թիմով եւ տրամաբանորեն իրենք չպիտի ուզենան թիմային կառավարման մոդել։ Մենք աշխատում ենք թիմով, մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի երկրում պատասխանատվությունը կրի ուժը, այլ ոչ թե անհատը, ու որպեսզի յուրաքանչյուր հարցի համար պատասխանատվություն կրի այն պաշտոնյան, որը նստած է այդ հարցի լուծման վրա, այլ ոչ թե բոլոր վեկտորները գնան Բաղրամյան 26։ Ու այդպես էլ կլինի դեկտեմբերի 7-ը։ Շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար, հարգելի հեռուստադիտողներ, մեր քննարկումը մոտեցավ իր ավարտին, ամսի 6-ին մեր ժողովուրդը ինքն է որոշելու այո, թե ոչ սահմանադրության ներկայացված նախագծին։ Մինչ այդ մենք շարունակելու ենք սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ քննարկումները։ Հաջողություն, մենք կհանդիպենք հաջորդ կիրակի օրը երեկոյան 21:30-ին Արարատ հեռուստաընկերության եթերում։